Մենք շարունակում ենք մեր քարոզաշարքը սիրելիներ, որը ընդմիջվեց ծաղկազարդի տոնով և զատկական կիրակիով։ Եվ այսպես, խոչընդոտներ Աստծո պատգամների համար, սա է մեր քարոզաշարքի վերնագիրը, որոնք են այն խոչընդոտները Աստծո պատգամների համար։ Եվ այսպես, ընթերցենք առաջին Կորինթացիս նամակից 2-րդ գլուխ 11 համարից մինչև վերջ և կշարունակենք 3-րդ գլխից առաջին համարից մինչև 3-րդ համարները։ Վասնզի մարդոցում է ով գիտե մարդուն բաները, բայց միայն մարդու հոգին, որ իր մեջ է, նույնպես էլ Աստծո բաները մեկը չի գիտեր, բայց միայն Աստծո հոգին։ Բաներ խոսքը պետք է հասկանանք մարդու խորհուրդները, նույնպես և Աստծո խորհուրդները, մեկը չի իմանում, որևէ մեկը չի իմանում մարդու խորհուրդները, բայց միայն մարդու հոգին, և նույնպես և Աստծո խորհուրդները մեկը չի իմանում, բայց միայն իր հոգին։ Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առենք, հապա այն հոգին, որ Աստծուց է, որպեսզի մենք ճանաչենք այն բաները, որոնք Աստծուց տրվեցան մեզ։ Այստեղ հոգի բառը մեծատառով է գրված, նկատի ունենալով Սուրբ Հոգուն, որ մենք առանք այն հոգին, այսինքն Սուրբ Հոգին, որ Աստծուց է, որպեսզի մենք ճանաչենք այն բաները, որոնք Աստծուց տրված են մեզ։ Շարունակենք։ Որոնց մասին կխոսենք ոչ թե մարդկային իմաստության սովորացրած խոսքերովը, հապա հոգին սովորացրածովը, և հոգևոր բաները հոգևորի հետ կհարմարեցնենք։ Իսկ շնչավոր մարդը Աստծո հոգի բաները չի ընդունում, որովհետև անոնք հիմարություն են և չի կարող իմանալ, վասնզի հոգևոր կերպով է քննվում։ Բայց նա, որ հոգևոր է, ամեն բաները կքննե, ու ինքը մեկից չի քննվում։ Ոնց կարա քննվի, պիտի կարանան, որ քննեն։ Քանզի ով իմացավ Տիրոջը միտքը, որ անոր խրատ տվող լինի, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Երանի։ Տա Աստված։ Բայց դա հնարավոր է։ Դա 100% հնարավոր է։ Հիմա շարունակենք։ Եղբայրներ, չկարողացա խոսել ձեզ որպես հոգևորների, հապա որպես մարմնավորների, որպես Քրիստոսով տղայոց ձեզ կաթ կերցրեցի, տղայոց նշանակում է մանուկների, և ոչ թե կերակուր, որովհետև դեռ կարող չեք, և հիմա էլ տակավին կարող չեք, որովհետև դեռ մարմնավոր եք, որովհետև տակավին ձեր մեջ նախանձ ու հակառակություն և բաժանումներ կան, չէ որ մարմնավոր եք և մարդկորեն եք քայլում, քանզի երբ ձեզանից մեկը, դա արդեն 4-րդ համարն է, և այլն, սա էլ կարդանք, քանզի երբ ձեզանից մեկն ասում է, թե ես Պողոսյան եմ, մյուսը թե ես Ապողոսյան եմ, չէ որ մարմնավոր եք, և այլն, կարող եք շարունակել կարդալ տունը։ Այսպիսով, սիրելի բարեկամներ, ինչպես մարդկային խորհուրդները անհայտ են աշխարհին, և միայն այն հայտնի է մարդու հոգուն, այդպես և Աստծո խորհուրդները անհայտ են աշխարհին, և միայն հայտնի է Սուրբ Հոգուն։ Ես և դու կարող ենք շատ լավ կատարել մեր դերերը, բայց մնանք անհայտ մարդկանց համար։ Ինչ պատճառներից ելնելով, կամ մենք գիտակցաբար և հոժարակամ և ցանկանալով ենք ընտրել ապրել մեր դերը, կամ աշխարհն է ստիպել, շրջապատն է, միջավայրն է ստիպել, որ մենք
ապրենք այդ դերը։ Ուրիշ խոսքով ասած, մենք ադապտացվում ենք շրջակա միջավայրի հետ։ Մենք գուցե մեր վարքը լինի շատ ագրեսիվ, բայց ներքուստ դա չենք, դա մեր տեսակը չէ։ Ինչ ենք մենք խորում, ինչ ենք մենք ապրում, ինչ ենք մենք մտածում եւ ինչ ենք մենք ցույց տալիս, ինչպես ենք մենք ապրում արտաքուստ, սրանք կարող են լրիվ հակադրության մեջ լինել, լրիվ հակառակ բաներ լինել։ Միայն հոգիդ գիտի քո ապրումները, քո ներաշխարհը եւ երևի թե երջանիկ մարդը նա է, որ ձեռք է բերել այն ազատությունը լինելու այն, ով որ է ինքը ներքուստ։ Սա մեծագույն ազատությունն է, որ մարդ կարող է ունենալ։ Այսինքն ասել, վարվել այնպես, ինչպես որ խորում ենք, ինչպես որ զգում ենք։ Եթե մենք սրա մեջ ունենք բալանս, նույնականացված է մեր վարքը, մեր խոսքը, մեր արարքները նույնականացված են մեր խորհուրդների հետ, մեր ապրումների հետ, եթե բալանսի մեջ, եթե նույնն է, ես կարծում եմ սա մեծագույն ազատությունն է, որ մարդ կարող է ունենալ, բայց ցավոք սրտի շատերս չունենք այդ նվաճումը մեր կյանքում։ Եվ այսպես նույնպես եւ Աստծո խորհուրդները որևէ մեկին հայտնի չէ, աշխարհին հայտնի չէ։ Մարդկությունը, աշխարհը փորձում է կռահել, թե ինչ են Աստծո խորհուրդները, ով է նա, բայց շատերին անհայտ է մնում Աստված։ Ոչ մեկ աղբյուր չկա եւ ոչ մեկ ուսուցիչ չկա, որ կարող է մեզ հաղորդ դարձնել Աստծո էության եւ բնույթի հետ։ Բացի միայն Սուրբ Հոգուց։ Որտեղ միայն Սուրբ Հոգին գիտի Աստծո բաները, Աստծո խորհուրդները։ Դու կարող ես ունենալ Աստվածաշունչ, կարդալ Աստվածաշունչը, ունենալ որոշակի գիտելիքներ, տեղեկություններ Աստվածաշնչյան պատմությունների մասին, Աստվածաշնչյան ուսուցումների մասին, բայց այդպես էլ Աստծո էություն, Աստծո բնույթը քեզ անհայտ մնա։ Այն բացահայտվում է մեզ, երբ որ Սուրբ Հոգին բացում է Տիրոջը խորհուրդները իր խոսքի միջոցով։ Դրա համար առանց Սուրբ Հոգու ներգործության սա ընդամենը գիր է, որը դառնում է զենք, բայց ոչ կյանքի աղբյուր։ Դրա համար առաքյալն ասում է գիրը սպանում է, բայց հոգին շինություն է անում, կառուցում է հոգին։ Պողոս առաքյալն ասում է. Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, հապա այն հոգին, որ Աստծուց է, որպեսզի մենք ճանաչենք այն բաները, որոնք Աստծուց տրված են մեզ։ Մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստծուց է, ինչու համար առանք այդ հոգին։ Որպեսզի ճանաչենք այն բաները, որոնք Աստծուց տրված են մեզ։ Աստված ուզում է, Աստված ցանկանում է, որ դու թանկագին հոգի, թանկագին մարդ արարած, թանկագին ընկեր, եղբայր, քույր, հայրենակից, Աստված ուզում է, որ դու եւ ես ճանաչենք այն բաները, որոնք տրված են մեզ Աստծուց։ Ինչ հիմարություն է ունենալ այս մեծ հարստությունը Աստծուց տրված ու չունենալ գիտակցությունը դրա եւ չհասկանալ դրա արժեքը։ Ու մենք ինչ է, մենք ապրում ենք հարստությամբ լի աշխարհի մեջ, չունենալով, չհասկանալով մեր ունեցածի արժեքը, գինը։ Հասկանում եք ինչ ենք խոսում մենք, սիրելիներս։ Մենք փորձում ենք մեր մերկությունը ծածկել ծառի տերևներով, Ադամի պես,
Այնինչ ունենք մեծ հարստություն, Աստծո սերը, որ պատրաստ է ծածկել մեր մերկությունը զոհելով իր որդուն։ Որտեղ այն զվարակը, որ կենթանին, որի կաշվից հանդերձներ պատրաստեց Աստված Եդեմական պարտեզում, դա զոհված կենթանի էր, որը պիտի խորհրդանշեր Աստծո որդուն, որ պիտի գար աշխարհ զոհվելու խաչի վրա, որը հիշատակում արեցինք անցյալ շաբաթ, որպեսզի մեր մերկությունը ծածկի։ Հասկանում եք կապը։ Բայց մենք չենք ճանաչում մեր ունեցածի արժեքը, չենք ճանաչում Աստծո խորհուրդները, Աստծո տվածի գինը չենք ճանաչում։ Եվ շարունակում ենք հարստություն համարել այն, ինչը որ անցողիկ է, ինչը որ ժամանակավոր է, ինչը որ իրականում մեզ չի կարող հարստացնել։ Մի պարզ օրինակով երկնքի թռչունների համար կարևոր է, թե դու ինչ ֆիրմայի հագուստ ես հագնում։ Հրեշտակների համար կարևոր է, թե դու ինչ մեքենա ես քշում։ Գերեզմանի որդի համար կարևոր է, թե դու ինչ գնանուց տան մեջ ես ապրել։ Սրանք պարզ հարցեր են։ Կարևոր է։ Հիսուսն ասաց, ում է պետք մարդն ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կործանի կամ կորցնի։ Ում է պետք։ Եթե մենք առողջ ենք դատում, ունենք առողջ դատողություն, իրապես, եթե ամեն բան ավարտվում է գերեզմանի փոսով, ուրեմն փուջ է ամեն բան։ Փուջ է մեր տանջանքը, փուջ է մեր ուսումը, փուջ է մեր տառապանքը, փուջ է մեր բոլոր նկրտումները, չգիտեմ, վերելքները, գիտելիքներն անգամ։ Փուջ է։ Երբ որ դու կորցնում ես քո առողջությունը, երբ որ դու հիվանդանոցում ես, քո աչքին չի գալիս բանկային հաշիվներդ, քո աչքին չի գալիս հագուստներդ, քո աչքին չի գալիս ձեռքի ժամացույցը, քո աչքին չի գալիս ոչ մի նվաճում, այսինքն այն բազմաթիվ խնդիրները, որ դու ունեիր, նրանք դառնում են ոչինչ, երբ որ դու ունենում ես այդ մեկ խնդիրը, այն է, երբ որ կյանքդ, առողջությունդ վտանգված է, չէ՞։ Հիմա որքան էլ էս մարմինը մեր առողջ պահենք, ուշ թե շուտ այն փտելու եւ մահանալու ենթակա է։ Ես չեմ կարծում Հռոմի պապը չուներ այդ ֆինանսական միջոցները, որ կարողանար հետևել իր առողջությանը կամ կյանքը մի քիչ ավելի երկարաձգել։ Ես չեմ կարծում, որ Հռոմի պապը շրջապատված չէր աշխարհի լավագույն բժիշկներով, որոնք պիտի փորձեին նրա կյանքը երկարաձգել կամ նրան առողջություն շնորհեին։ Ոչ իհարկե, բայց այսպեսին է, ով ուզում ես եղի, ուզում ես Հռոմի պապը եղիր։ Մարդկանց սահմանված է գրված է մեկ անգամ մեռնել եւ դրանից հետո դատաստան։ Այս սահմանումը ոչ մեկ դեռ չի չեղարկել։ Այն կա, այն գոյություն ունի։ Ուստի եւ Աստված ուզում է, որ մենք հաղորդ լինենք այն ամենի հետ, որոնք Աստծուց մեզ տրված են։ Արդյոք իմաստություն չէ, քանի մենք ունենք ժամանակ այս պահին ապրելու, խորելու, խոկալու, մտածենք այն բաների մասին, որոնք որ գուցե եւ մշտատև են, հավիտենական են։ Այս արդեն հավատքի հարց է։ Ես չեմ կարող ապացուցել ձեզ։ Ես չեմ կարող այստեղ բերել ինչ որ լաբորատորիայի վերածել մեր եկեղեցին եւ ինչ որ քիմիական տարերի խառնուրդով ապացուցել այս խոսքերի ուրեմն իսկությունը կամ ապացույցը Աստծո գոյության։ Ես չեմ կարող դա անել։ Սա հավատքի հարց է, բայց մի բան եմ ուզում ասել ձեզ, եթե անգամ հավատացիր ու մայից հետո պարզվեց, որ սխալվել ես,
իրականում բան չես կորցնում դու։ Իրականում բան չես կորցնում դու։ Եթե անգամ, նայեք ինչ եմ ասում, եթե անգամ սա ճշմարտություն չէ, եթե անգամ սա հորինվածք է, ես սիրում եմ այս հորինվածքը։ Ես կգերադասեմ սա քան թե այն։ Բայց նա որ մեռավ եւ հարություն առավ, ինձ ասում է, որ չէ եղբայր, այն իրականություն է։ Իր մահն ու հարությունը ինձ մտածելու առիթ են տալիս։ Իսկ եթե սա իրականություն է, ուստի չհավատալը մեծագույն կորուստն է մարդուս։ Ուրեմն հավատքը այսպես թե այնպես շահավետ է քեզ համար եւ ինձ համար։ Մանավանդ երբ որ այդ հավատքը անկեղծ է եւ իրական է։ Առաքյալն ասում է, հավատքը չերևացած բաների ապացույցն է։ Եվ այսպես չերևացած բաները ապացուցվում են, դրանք չեն մնում անապացույց։ Լսում եք։ Իսկն Աստված ասում է, որ դա կա եւ դա ապացուցվելու է անպայման։ Կյանքի ինչ որ մի этаպում դու դրա ապացույցները անպայման գտնելու ես։ Բայց ուղին դեպի ճշմարտությունը, դեպի իրականությունը, դեպի ապացույցը դա հավատքն է։ Ոչ թե գիտելիքը, ուղեղը։ Որտեւ Աստծո խոսքը դարձել ասում է Աստված ցույց չտվեց, որ մարդը աշխարհիկ մարդկային իմաստությամբ ճանաչի իրեն։ Այդ ճամփան փակ է, չի կարող լինել։ Ձեզ մի բան ասեմ, իշահ մեզ։ Ոչ թե Աստված բանդաժանը չի ուզում կամ վախում է մենք այդ ձևով եւ այլն։ Չէ, իշահ մեզ, որովհետեւ մեր մտավոր կարողությունները իզորու չեն ըմբռնելու, ընկալելու եւ իրենց մեջ պահելու այդքան տերաբայթ գիտելիքներ։ Եթե մենք դա ճանաչենք մեր այս սահմանափակ ուղեղով, սա պայթելու էր։ Անպայման այնտեղ լինելու էր ինչ որ խախտում եւ գժվելու էինք։ Էրոր էր տեղի ունենալու, կախելու էր սա։ Սա չի կարա իր մեջ այդ ինֆորմացիան, այդ իրականությունը։ Եկեք հիշենք 5 տակարանից մի դեպք։ Եղիսեի ծառան Գեհեզին անհանգստացած էր, երբ թշնամիները մոտենում էին իրենց քաղաքի վրա։ Հիշում եք այդ պատմությունը։ Շատ անհանգստացած էր, վախեցած եւ այլն, իսկ Եղիսեն հանգիստ նստած էր, այսպես սարի վրա հանգիստ նստած էր, եւ սկսեց մեղադրել, հոգը չէ եւ այլն, թշնամիները մոտենում են։ Մի աղոթք արեց Եղիսեն, ասեց. Տեր, բաց արա սրա աչքերը, թող տեսնի։ Ու Աստված մի ակնթարթ, մի այսպես կարճ ժամանակով բաց արեց Եղիսեի աչքերը, հոգևոր աչքերը բաց արեց եւ տեսավ, որ ամբողջ լեռը շրջապատված է Տիրոջը զորքով, աներևույթ աչքի համար աներևույթ զորքով շրջապատված է։ Այսինքն կան բաներ, որոնք որ մեր շուրջը տեղի են ունենում եւ Աստված իսեր մեզ թույլ չի տալիս։ Որովհետեւ եթե նա մեզ թույլ տա, որ մենք այս մարմնով, այս ուղեղով, այս մեղավոր կառուցվածքով տեսնենք եւ հոգեվորը եւ մարմնավորը, մենք կորցնենք իրականության մասին մեր պատկերացումները։ Մենք խառնենք իրար։ Մենք երկու իրականությունների մեջ մենք շփոթվելու ենք։ Մենք չենք կարող կողմնորոշվել։ Եվ սա մեզ բերելու է խելագարության։ Բայց Աստված բաներ ունի մեզ հայտնելու։ Աստված բաներ ունի մեզ տալու, բաներ ունի մեզ հայտնելու։ Աստված բաներ ունի մեզ խոսելու։ Եվ նա ցանկանում է Սուրբ Հոգով հայտնել մեզ։ Ասում է, որոնց մասին խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորացած խոսքերով, հապա հոգին սովորացածներով եւ հոգեվոր բաները հոգեվորի հետ ենք հարմարեցնում։ Եվ այսպես սովորացնելու երկու ճանապարհ կա, մեկը մարդկային իմաստության սովորացած,
ինչի մասին մենք խոսեցինք նախորդ քարոզի ժամանակ, եւ մյուսը հոգու հայտնածը, սուրբ հոգու սովորացրածը։ Պատգամներ շատ կան, քարոզներ շատ կան, բայց որոնք են այդ քարոզների մեջ մարդկային սովորացրածները, մարդկային իմաստությունից ծնունդ առած խոսքերը, եւ որոնք են սուրբ հոգուց ծնունդ առած խոսքերը, պատգամները։ Մենք խոսում ենք այն խոչընդոտների մասին, որոնք որ արգելում են Աստծո Սուրբ Հոգուց բխած պատգամների հասանելիությանը։ Այլապես մենք կարող ենք շատ քարոզներ լսել, շատ խոսքեր լսել։ Այսօր լի է, համացանցը լի է տարատեսակ պատգամներով, տարատեսակ քարոզներով։ Ես այսօր առավոտյան լսում էի քարոզ, պատահական բերեց, թե մի սինգապուրցի քարոզիչ հովիվ 45 տարվա սովորեցնում էր, թե ինչպես կարող եք անել, որ ձեր ֆինանսական վիճակը լավանա։ Հա, ինքը շատ լուրջ, լավ հետազոտություններ է արել եւ այլն, ու այնքան լավ խորհուրդներ էր տալիս ու պատմում էր, թե ինչպես Մայք Տայսոնը, երբ որ աշխարհի չեմպիոն էր եւ այլն, որքան գումար էր նա վաստակել, 645 միլիոն, թե ինչ 600 միլիոնից ավել գումար, որ հիմիկվա փողերով միլիարդավոր, ասենք դոլարների կարելի է համեմատել, որովհետեւ այն ժամանակ շատ ավելի արժեք ուներ փողը։ Եվ ինչպես նա չիմանալով ինչպես վարվել այդ գումարների հետ, ինչպես նա վարվեց այդ գումարների հետ 2003 թվականին հռչակեց իր սնանկ լինելու մասին։ Եվ ոչ միայն սնանկ էր, նաև բավական մի քանի միլիոներ պարտքեր։ Հարցը սա է, թե ինչ արեց նա, ինչպես վարվեց եւ ինչպես պետք չէ վարվել ֆինանսների հետ։ Շատ լավ ուսուցողական դասեր էին, հրաշալի ուսուցողական դասեր էին։ Եվ ես ուզում եմ հասկանալ, սա Սուրբ Հոգու մտահոգությունն է մեր հոգիների համար, թե սա մարդկային իմաստությամբ ծնունդ առած լավ խոսքեր են։ Հասկանում եք միտքը, սիրելիներ։ Եթե Սուրբ Հոգին մտահոգված է մեր ֆինանսական կյանքով, այլ հոգևորով ինչի է մտահոգված։ Քանի որ նա գիտի, որ մենք մարտարարածներս մարմնավոր ենք եւ մեզ ավելի հետաքրքրում է նյութական կյանքը։ Կարող է պատահել շատ իմաստուն հովիվներ կան, քարոզիչներ կան, որոնք որ գիտեն, որ քանի որ մարդկանց հետաքրքրությունն ավելի կապված է իրենց ֆինանսների հետ, իրենց նյութականի հետ, քան թե իրենց հոգևոր արժեքների հետ, եկեք մի հատ լավ ուսումնասիրենք, թե Մայք Տայսոնի ուրեմն սնանկանալու պատճառները որոնք են եւ լավ հարստանալու ուղիները որոնք են, ու սկսենք սա դասավանդել մեր եկեղեցիներում, մեր հոգևոր շրջանակներում։ Գուցե, եթե ես հայտարարեմ մյուս կիրակի սրա մասին եմ խոսելու, ինչ գիտենք, մուտքն էլ դարձնենք եկեղեցու որոշ գումարով, գուցե այդ դեպքում մեր եկեղեցին լեփլեցուն լինի, չէ՞։ Ֆինանսական վիճակն էլ կլավանա, բայց այստեղ առաքյալն ասում է, որ ոչ թե մարդկային իմաստությամբ ենք ուզում խոսել, մարդկային իմաստության մասին ենք ուզում խոսել, այլ հոգևոր Աստծո Սուրբ Հոգուց բխած խոսքերն ենք ուզում ձեզ փոխանցել։ Որովհետև երբեք Աստված խոստում չտվեց քո մարմնին շնորհել հավերժական կյանք կամ հաղթանակ հիվանդությունների դեմ։ Պողոս առաքյալն ասում է մարմնի խայթոց ունեի եւ 3 անգամ աղոթեցի, որ Աստված վերցնի այդ խայթոցը մարմնիցս։ Ցավ հիվանդություն ուներ, բայց Տերն ասեց իմ շնորհքը բավարար է քեզ համար։ Այսինքն այն ինչ որ դու ունես, այն հոգևորը որ դու ունես, դրանով բավարարվի։ Սա այն նույն Պողոսն էր, որը հրաշքներ էր գործում, որը մեռելների էր հարություն տալիս։ Բայց երբ հերթը հասավ իրեն, գիտեք, չէ, ինչ ցավոտ է, երբ որ քո միջոցով ուրիշները բժշկվում են եւ հարություն են առնում ու դու ցավ ունես ու 3 անգամ խնդրեցիր Տիրոջը, բայց քեզ ասում է ունեցածովդ բավարարվի։ Մեկը ինձ մի քանի օր առաջ զանգեց, հարցրեց ինչպես ես, այսինքն մի քիչ մեջքի ցավ ունեմ։ Դե ես իմաստը չեմ գտնում այդ հարցի, եթե քեզ պետք է հարցնեն ինչպես ես, դու էլ լավ չես, ասես լավ եմ։ Գուցե այդտեղ
Հա, հիմա ինչ որ մեկը կարող է ասել, թե որ ասացիր վատ եմ, իրան ինչ։ Հա, ճիշտ է։ 99%-ին ոչ մի բան։ Հա, բայց մի քիչ է սուտ եմ տեսնում, որտեղ եթե ես լավ չեմ զգում ինձ, ու ասեմ լավ եմ։ Կամ հպարտությունն է, կամ չգիտեմ ինչ չեմ անում, այսինքն մի քիչ մեջքի ցաուն եմ, անմիջապես լսեցի այսպեսի պատասխան, ոնց, բա դու չես աղոթում, բա դու հովիվ ես, ոնց թե մեջքի ցավ ու ցենց բան, yani հովիվ ես, բսազականա քեզ մեջքի ցավ ունենալ բան։ Դա այն հասարակ հավատացյալների համար է այդպես հիվանդանալը, այնտեղ հովիվ մարդուն բսազականա հիվանդանալը, հա, էլի Հիսուսին էլ ասացին, չէ, ասացին, ուրեմն փրկիր քո անձը խաչից վարի չիր, հա, ուրիշներին ազատեց, ինքներին ասում է չի կարողանում ազատել։ Ինքնիրեն չի կարողանում ազատել, էլ այս հոգեբանության մեջ մոտավորապես թեմա կար։ Ես ասեցի, ես փառք եմ տալիս Տիրոջը, փառք եմ տալիս Տիրոջի մեջքի ցավի համար։ Ոնց ասում եմ։ Բա իհարկե ասեցի, ինչի համար Տերը չգիտի, գիտի, Աստծո գիտությամբ է դա տեղի ունենում, գուցե դա ինձ համար անհրաժեշտ է, որ մի քիչ անձս խոնարհեցնեմ Աստծո առաջ, ասում ոնց։ Ասում բա տենց, բայց այդ մեջքի ցավը չունենայի, вообще երևի օթերում կթռվռա էլի, կասե այս տարիքի տղայում ոչ մի ցավ չունեմ, ոչ մի խնդիր չունեմ եւ այլն, այդ պետք է մի քիչ երևի որ խոնարհեցնես անձդ, որ Տիրոջը շնորհքից կարճացնես, որ հիշես մարմնի մեջ ես եւ այլն։ Պետք է, որովհետեւ Աստծո զորությունը հայտնվում է մեր տկարության մեջ։ Այդտեղ է երևում Աստծո ուժը։ Թե չէ հակառակ դեպքում շատ հաճախ մենք մեզ ենք վերագրում, ամեն ինչը մեզ ենք վերագրում։ Անցնենք առաջ։ Հոգին սովորացրածներովը։ Հոգևոր բաները հոգևորի հետ ենք հարմարեցնում։ Ասում է իսկ շնչավոր մարդը Աստծո հոգի բաները չի ընդունում, որովհետև այն իրեն հիմարություն են եւ չի կարող իմանալ։ Իսկ երրորդ գլխում առաջին համարի մեջ ասում է. եղբայրներ, չկարողացա ձեզ հետ խոսել որպես հոգևորների, այլ որպես մարմնավորների։ Եկեք մենք խոսում ենք խոչընդոտների մասին։ Ուրեմն Աստված մեզ շատ բան ունի հայտնելու, իր հոգու իր էությունից իր խորհուրդներն ուզում է հայտնել մեզ իր Սուրբ Հոգիի միջոցով, բայց մենք այստեղ տեսնում ենք, որ հոգևոր բաները հարմարվում են հոգևորի հետ, իսկ շնչավոր մարդը եւ մարմնավոր քրիստոնյան չի կարող ընկալել, չի կարող հասկանալ հոգևոր խորհուրդները, հոգևոր բաները, որոնք են Աստծո խոսքի, Աստծո պատգամների խոչընդոտները։ Դա մարմնական հավատքն է։ Մարմնական հավատքը։ Հավատք, բայց մարմնական հավատք։ Առաքյալն ասում է, եղբայրներ չկարողացա խոսել ձեզ որպես հոգևորների։ Առաքյալը հավանաբար աստվածաբանական կրթություն չուներ, դրա համար չէր կարողանում խոսել։ Դա էր պատճառը։ Հավանաբար մեղքի մեջ չէր կարողանում խոսել։ Քավլիցի այդպես չէր։ Ինչն էր պատճառը, որ չի կարողանում խոսել քրիստոնյաների հետ, հավատացյալների հետ, չի կարողանում խոսել, այնպես ինչպես պատշաճ է խոսել, ինչ որ ցանկանում է Աստված ասի։ Արգելք կա։ Խոսքը մատուցելու, խոսքը տալու, աստվածային խորհուրդները բացահայտելու լուրջ արգելք կա։ Եվ ո՞րն է այդ արգելքը։ Ասեք ո՞րն է։ Ասում է, որովհետև մարմնավոր եք։ Եվ ձեր մարմնավոր լինելու պատճառով ես չեմ կարողանում ձեզ հետ խոսել որպես հոգևորների։ Մարմնավոր հավատացյալների բազմությունը արգելք է խոսքի համար։ Կամ հավատացյալը պետք է փափագի, ձգտի, ծարավ լինի հոգևոր խոսքին ու հրաժարվի այն ամենից, ինչը խանգարում է այդ խոսքը ընկալելուն եւ ընդունելուն, կամ հովիվը իր եկեղեցու ֆիզիկական նյութական գոյությունը պահպանելու համար
նշաձողը պետք է ցածրացնի եւ մատուցի մարմնավոր խոսք։ Այսի հիշեք, սա այսօրվա շատ քարոզների, շատ եկեղեցիների ախտորոշումն է։ Սա է ախտորոշումը։ Հասկանում եք ինչ ենք խոսում։ Որպեսզի անունը չկորցնենք, փառքը չկորցնենք, ֆինանսները չկորցնենք, չգիտեմ, հեղինակությունը չկորցնենք, ինչ ենք անում։ Իջեցնում ենք նշաձողը, մարմնավոր մակարդակի վրա ենք բերում մեր խոսքը, մեր պատգամները եւ մարդկային իմաստությամբ սկսում ենք խոսել մարդկանց ուղեղների հետ։ Քանի որ այն բավարարում է նրանց մարմնավոր հավատքը։ Այսքանով կարելի էր վերջացնել այսօրվա քարոզը։ Բայց ախտորոշումով չպետք է բավարարվենք։ Շարունակենք խոսել։ Չկարողացա խոսել որպես հոգևորների։ Սա նշանակում է Աստված ճանաչության վերաբերյալ շատ բաներ կա բացահայտելու Սուրբ Հոգու միջոցով, սակայն չի ստացվում։ Շատ բաներ կա բացահայտելու։ Շատ բաներ կա խոսելու։ Սուրբ Հոգին շատ բան ունի ասելու մեզ։ Սուրբ Հոգին իր հարուստ գանձարանից շատ բան ունի քեզ եւ ինձ տալու թանկագին հոգի, թանկագին բարեկամ։ Նա չի ցանկանում, որ մենք ապրենք ունենալով այս հարստությունը աղքատիկ ու խեղճ կյանքեր։ Դու կարող ես ամենալավ մեքենաները քշել եւ այլն, բայց ապրել խեղճության եւ աղքատության մեջ, որովհետեւ մի հատ ворդ հաղթելու է քեզ։ Մի հատ ворդ։ Այդ ծաղ իմաստությունը, գիտելիքները, ճոխությունը հաղթելու է, մի որդը հաղթելու է։ Զարմանալի է, չէ՞։ Զարմանալի է։ Մենք քանի ողջ ենք, այդ որդիներին տրորում ենք, հետո օր է գալիս այդ որդը մեզ է տրորում։ Ու հիմա Աստված մեզ բան ունի ասելու, թանկ բաներ ունի ասելու, թանկագին հոգիներ, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Շատ բաներ ունի Աստված մեզ բացահայտելու, բայց արգելքը մեր մարմնական լինելն է, մեր մարմնավոր լինելն է, մեր մարմնավոր մտածելակերպն է, մեր մարմնավոր արժեքներն են, մեր մարմինն ավելի կարևորող միտքն է, սիրտն է։ Առաջին Կորինթացիս 2-րդ գլուխ կարդացինք եւ այսպես 13-14 համարներն ասում է, որոնց մասին խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորացած խոսքերով, ապա հոգին սովորացածներով եւ հոգեվոր բաները հոգեվորի հետ կհարմարացնենք։ Ասում ես շնչա, որ մարդը Աստծո հոգու բաները չի ընդունում, որովհետեւ իրեն հիմարություն են եւ չի կարող գիտենալ, որովհետեւ հոգեվոր կերպով են քննվում։ Հոգեվոր բաները հոգեվորի հետ է հարմարեցվում։ Հոգեվոր բաներ խոսել մի միջավայրում, որտեղ որ հոգեվորը բացակայում է, դա չի կպնում։ Այդ անիվները, հա, ժամացույցային անիվները, որ կան, դա պետք է համապատասխան լինի, մեջը մտնի, որ մեխանիզմը աշխատի։ Եթե այստեղ տուպը, հա, բութ է, այս չի աշխատելու իրար հետ։ Հոգևոր խորհուրդները մարմնավոր լսարանի համար խորթ են, անհասկանալի են, անընկալելի են։ Ավելին, նրա համար հիմարություն է։ Իր լսած բաները հիմարություն է։ Ոչինչ արժի։ Մի եկեղեցու
5-ամյակին էին հրավիրել ինձ տարիներ առաջ 5-ամյակներ այդ եկեղեցու որ գոյություն ուներ դե հրավիրել էին տարբեր քարոզիչներ ծառայողներ եւ այլն ելան տարբեր մարդիկ խոսեցին այդպես ինձ էլ պատվեցին առիթ տվեցին խոսելու ելա ինչ որ հոգեվոր խորհուրդներ հայտնեցին դե եկեղեցու բացման ինչ պետք է խոսեմ ֆուտբոլիստ չի խոսելու որ օրինակ այսօր Բարսելոնան չեմպիոն դարձավ ասենք ոչ չեմ խոսում դրա մասին դուք մենակ Ռեալին ինչ օրը գցեց բայց ոչ չեմ խոսում ես դրա մասին աշխատում եմ չխոսել որքան էլ դժվար է ելա հոգևոր բաներ հոգևոր խորհուրդներից խոսում մտածելով որ լսարանը հոգևոր է եկեղեցի է ինձանից հետո հրավիրեցին ինչ որ քրիստոնեական մեծ կազմակերպության շատ ուժեղ էլի միլիոնավոր դոլարներ փող են ներդնում Հայաստանում այսպես մեծ կազմակերպության քրիստոնեական առաջնորդին հրավիրեցին ու իմ խոսքից հետո ինձ ելնում է ինչ ասի դե լավ երիկա տխուր բաներից խոսակ եկեք մի քիչ ուրախանանք իրար հետ սենց yani այն խոսքը որ ես ասում եմ դրանք տխուր բաներ էին ես ինչ տխուր բաներից եք խոսում եկեք մի հատ ուրախանանք սենց արտահայտվեց ու ես հասկացա այդ բութ մարմնի հետ ուզում ես դու աշխատել քո այդ ատամնանիվով ուզում ես ճիշտ ներդաշնակ աշխատես բութ ինչ որ մարմնի հետ չի կարող լինել չի ստացվում եկեք մի հատ ուրախանանք փառք տանք Տիրոջը մի հատ լարա մի հատ ծափ տանք Տիրոջը փառք տանք Տիրոջը հələ մի հատ ասեք ամեն հատ կողք շրջվի կողքինիդ ասա Աստված քեզ սիրում է մի հատ շրջվի կողքինիդ մի հատ կարքին բարև մի հատ խաղաղություն ասա մի հատ ասա օրհնված ես դու Հիսուսի անունով մի հատ օրհնված այսպես էս մարզանքներ ես երբ որ լեկցիաների էի մասնակցում երկար տևում էր այդ լեկցիաները դասախոսն ասում էր մի դասախոսկար ասում էր եկեք ոտքի կանգնենք ոտքի էին կանգնում ասում էր հիմա մի քիչ պետք է թեթևանանք ձեռքերը վերև բարձրացեք ձեռքերը վերև ենք բարձրացնում ձեռքերը ասենց արեք թափա արեք ձեռքերը ասենց արեք հետո ասում էր շրջվեք ձեր կողքինի մեջքը մասաժարեք ու մենք շրջում ենք կողքինի մեջքն ենք մասաժանում ինչ որ մեկն էլ մեր մեջքներ մասաժանում հետո ասում էր շրջվեք այսպես կողքին հետո դու իրան ես մասաժանում ինչ որ մեկն էլ քոններ մասաժանում բայց այն վերջի եղողը կորցնում էր էլի միտեղ կորցնում էր ուրեմն սենց մասաժի պրոցեդուրաներ են անում եկեղեցիներում այսպես եկեք ալելույա ասենք եկեք լավ զգանք մեզ լավ զգանք եկեք թռվռանք Հիսուսի համար թռվռանք եկեք ծափ տանք Հիսուսին այ ուշքս գնում է հենց այդ արտահայտությունը լսում եմ եկեք ծափ տանք Հիսուսին բայց լավ է շատ լավ էդի նորմալ է ու գիտեք ինչ քննադատում են ասենք եկեղեցու դարավոր խորհուրդները եկեղեցու հազարամյա եկեղեցու հա երկհազարամյա եկեղեցու չասենք 1700 տարվա երկհազարամյա հոգևոր խորհուրդները դարերով եկած մշակված խորը ամեն մի շարժ ամեն մի բառ ամեն մի հագուստի ծալք եւ այլն իր խորհուրդն ունի ամեն մի աղոթք իր խորհուրդն ունի գեղեցկությունն ունի խորությունն ունի դե արես մակերեսներին ասա որ դա խորհուրդ է չէ ծիծաղում են մեռած այնտեղ Հիսուսը մեռած է մեր մոտ է կենթանի Հիսուսը ինչու որտեղ մենք գոռում ենք ու թռվռում ենք ու ծափ ենք տալիս Հիսուսին դրա համար խոսք չկա լսեք ու կտեսեք խոսք չկա այդ խոսքերը հաճելի են նրանց ովքեր որ մարդկային իմաստությամբ են ուզում ճանաչեն Աստծուն չես ճանաչելու Աստծուն թանկագինս ինքն է խապկանքը դա չես ճանաչելու Աստծուն չես ճանաչելու հաճելի մտնոլորտում լինելուց ինչ որ մեկը մեջքդ մասաժ անելու այնտեղ այդքան բան շահացած է տա լինելու ես մկաններդ մի քիչ լավ են զգալու իրան վերջ հոգևորի հետ է հարմարացում շնչավոր մարդու եւ մարմնավոր հավատացյալի համար հոգևոր խորհուրդները ոչինչ են հոգևոր խորհուրդների խորությունը անընդունելի անհասկանալի եւ հիմարություն է երբ որ նայում ես հայացքներին լսարանիդ հայացքին նայում ես հասկանում ես այս սրանք այս մարդիկ հոգևոր բաները ընկալունակ են թե ոչ դրանով չես կարող հոգևոր պատգամ տաս հոգևոր խոսք ուղես ամենտեղ ամեն եկեղեցում ամեն միջավայրում չի լինում պատ
խորհուրդն անկալելի է։ Եվ նսեմացնում են խորհուրդը։ Հիշում եք, ասում է Աստված ասեց Հովին, այն ով է խորհուրդը նսեմացնում, խորհուրդը նսեմացնում։ Մարգարիտները մի գցեք խոզերի առաջ կամ շների առաջ։ Հպարտանում ենք նարեկացիով, բոլորիս տներում կա նարեկացի, բայց քանս ենք խորամուտ լինում նրա խորհուրդների ճոխության մեջ։ Մենք նարեկացին պահում ենք որպես բժշկող գիրք, բայց չենք հասկանում, որ այդ գրքի թերթերը չեն բժշկություն բերում, այլ այնտեղ գրվածքների խորհուրդները, խորություն։ Սա է բժշկություն բերում։ Մեզ ավելի հոգեարեզատ է, այսպես ժամանակակից, կենցաղային, կներեք արտահայտությանս համար, այդ բանկա բութլկա, այդ մակարդակի զրույցները։ Գիտեք ինչու? Գիտեք ինչու? Որովհետև հոգևոր արժեքներից, հոգևոր խոսքից մենք քաղցած մնացինք եւ 70 տարի սովետը մեզ պահեց սոված հոգևոր խոսքից զուրկ պահեց, հավատքը եկեղեցին ասոցացվում էր մատաղի հետ, աղի հետ, խաչակնքված, գերեզմանի հետ, գերեզմանի վրա լապատկով արած, բահով արած խաչի հետ, երեք մատի ինչ-որ որոշ քայլ գործողության հետ, մոմի հետ, կնունքի հետ, հա, էսա, օղորմի, ըսակ, կնունք, թաղում։ Եկեղեցին իր ամբողջ բազմադարյան խորհուրդը բերվեց, մատուցվեց մեզ ընդհանրապես այդ մի քանի արարողությունների ուրեմն ապսեի մեջ կամ սրանով։ Դա սովետը արեց։ Հետո եկավ ինչ-որ մի դարաշրջան, որտեղ ազգը, ժողովուրդը, բնակչությունը սկսեց սնվել սերիալներով, ինչ-որ կարգին սերիալներով, ինչ-որ տարբերտեսակ բրազիլական եւ ավելի վատ հայկական ինչ-որ սերիալներով եւ մարդկանց մտածելու հոգեվորը, բարոյականը փնտրելու ունակությունը հավասարեցվեց զերոյի։ Դրա համար այսօր մեր ազգի մի ստվար զանգված, մի հոծ բազմություն, հոգեկան եւ ֆիզիկական բավարարվածություն է զգում լսելով հանրահայտ Ամերիկայում թաքնված բլոգերի հայոյանքներին։ Եվ հավատացյալներ են լսում եւ հավատացյալներ են դա բաժնեկցում եւ հավատացյալներ են պաշտպանում։ 1700 տարվա քրիստոնյա ժողովուրդս։ Մյուս կողմից էլ հավատացյալ ժողովուրդը իր հոգևոր սնունդը առնում է մի մարդուց, որը իր կոստյումը առնում է Սուրբ Հոգու անունով, այսպես պտտացնում ու մեջքի վրա ընկնում են մարդիկ գիպնոզի տակ։ Էս է մատուցվում, հիմա ժողովուրդ կամ պետքա դու նրանով սնվես, կամ պետքա սրանով սնվես։ Խոսքը, այն խոսքը, որ Աստված ուզում է քեզ եւ ինձ կերտել եւ դարձնել իր փառքի որպես գլուխ գործոցը, այդ խոսքը այսօր արհամարվում է, մերժվում է, որտեղ հոգևորը հոգևորի հետ է համատեղվում։ Չկարողացա ձեզ հետ խոսել որպես հոգևորների, այլ որպես մարմնավորների։ Խնդիրը մարմնավոր կամ մտավոր կարողությունները չեն մեր, որ չկարողացավ առաքյալը խոսել, այլ մարմնական կյանքին տրված կարևորությունը։ Քանի որ մենք ավելի մարմնական կյանքին ենք տալիս կարևորություն, քան հոգևոր կյանքին։ Եվ հիշեք, մարմնավոր քրիստոնյան չի աճում եւ չի էլ թողնում, որ ուրիշները աճեն։ Մարմնավոր քրիստոնյան այդպես է ընկալում հավատքը, հոգևոր կյանքը եւ ով որ էլ փորձի մի քիչ ավելի
խորը ճանաչողության գնալ հոգևոր կյանքի, նա արգելելու է, նա վնասելու է, որովհետև նրա կողքը երևալու է իր մերկությունը։ Ես մի քանի տարի առաջ խոսում էի մի քահանայի հետ։ Շատ ջերմ, անկեղծ, եղբայրական զրույցներ էինք մենք հաճախ ունենում իրար հետ։ Մի անգամ իրեն հարցրեցի, ասացի. «Տեր հայր, ձեր հոգևոր շրջանակներում, հոգևորականների այդ շրջանակներում դու կարողանում ես ազատորեն խոսել այն հոգևոր արժեքների մասին, ինչի մասին, որ հիմա մենք զրուցում ենք իրար հետ։ Այն միջավայրում, որ դու սովորել ես, այն միջավայրում, որ դու հիմա ծառայում ես, դու կարողանում ես այս քո հոգևոր խորհուրդները ազատորեն արտահայտել»։ Ինձ կներես իմ անկեղծության համար, բայց անկնկալում եմ, եթե պետք է պատասխանես, անկեղծ պատասխանես։ Ինքը ցավոք սրտի ասաց ոչ։ Այսինչու, ասաց, որովհետև երբ փորձ ես անում հոգևոր դատողությամբ նայել շուրջը տեղի ունեցող երևույթներին, կողքից ծաղրվում ես։ Ասացի, ում կողմից ես ծաղրվում։ Ասաց, ցավոք սրտի նույն հոգևորականների։ Հիմա ես հասկանում եմ, ինչու էր Գրիգոր Նարեկացին ծաղրվում իր ժամանակին։ Եվ այսպես միշտ հիշեք, մարմնավոր քրիստոնյաները արգելելու են, խանգարելու են քո հոգևոր մղումներին, քո հոգևոր ձգտումներին։ Բայց մի դադարիր վեր խոյանալ։ Սեկվոյաները աշխարհի ամենաբարձր ծառերն են։ Նրանք աճում են անտառներում, խիտ անտառներում։ Մի օր հարցրեցի մի բնապահպան մարդու, թե ինչու համար են նրանք այդքան բարձր։ Ասում է, որովհետև անտառի խտության պատճառով արևի լույսը չի ներթափանցում, դժվար է ներթափանցում անտառի մեջ։ Բայց այս ծառը այնպեսին է, իր սերմը, իր տեսակը այնպեսին է, որ նա միշտ ձգտում է վեր բարձրանալ, վեր խոյանալ դեպի լույսը։ Թանկագինս, Տերը քեզ ուզում է քեզ հետ հանդիպել, քեզ հայտնել իր սրտի խորհուրդները։ Ինչքան էլ խավար լինի շուրջդ, դու հիշիր այն սերմը, որ քո մեջ է ապրում, ձգտիր միշտ դեպի լույսը, միշտ դեպի հոգևորը, դեպի աստվածայինը։ Սա է լինելու քո կյանքի իրական ճշմարիտ ձեռքբերումը։ Եվ Աստված այնտեղ է, հենց քեզ համար։ Տերը թող օրհնի ձեզ իր անվան եւ փառքի համար։ Ամեն։ Տերը կամենա մյուս կիրակի կշարունակենք այս թեմայի շուրջ խոսել։ Համեցեք եկեղեցի, սնենք մեր հոգիները Աստծո խոսքով։ Իսկ հիմա մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար։ Երկրպագության ու փառքի արժանի մեր երկնավոր Հայր, ի սրտե շնորհակալ ենք քո կենթանի ներկայության համար, շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու ներգործության համար, շնորհակալ ենք, որ մեր սրտերի հետ շարունակում ես խոսել եւ մեզ հաղորդ դարձնել քո աստվածային խորհուրդների հետ։ Քո Սուրբ Հոգու համար ենք շնորհակալ, որ մեր տկարություններն ու աղտեղություններն է մեզ ցույց տալիս։ Սրբագործիր մեզ Տեր քո կենթանի խոսքով։ Հայլու մեջ նայելով Տեր Աստված, շուտ չհեռանանք եւ մոռանանք մեր իրական պատկերը, հապա շտկվենք, սրբվենք, մաքրվենք, լվացվենք եւ փառավորենք քո Սուրբ անունը, Տեր։ Ներգործիր բոլոր նրանց սրտերում, ովքեր այս խոսքը լսում են։ Շնորհև որ Տեր խոսքը տարածողներ լինենք, որ շատերը Տեր հաղորդ լինեն քո խոսքերին, քո պատգամներին։ Օրհնիր հոգևոր գործդ Հայաստան աշխարհի մեջ։ Օրհնիր խոսքիդ հասանելիությունը, աստվածային խոսքիդ հասանելիությունը շատ եւ շատ սրտերին։ Այս ամենը մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եմ խնդրում, Հայր, որ միմիայն քո անունը փառավորվի մեր կյանքերում, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։